Գյումրիում տեղի ունեցավ իրադարձություն, որը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարք է։ ԱԱԾ-ն փակեց եկեղեցին։ Գիտեք ինչի վրա եմ զարմանում։ Այս մարդիկ, կառավարության պաշտոնյաները, ուժայինները, տպավորությունս այնպիսին է, որ Նիկոլից վախենում են, բայց սրբապղծություն անելից Աստծուց չեն վախենում։ Որքանով գիտեմ, կառավարության մեջ մի հատ պաշտոնապես աթեիստ կա, բա մյուսները։ Նրանք երբևէ Աստծո անունը տալիս են, հանցանք գործելուց առաջ գոնե ներողություն խնդրում են Աստծուց, մեղքերի թողություն, հաշտեն իրենց խղճի հետ։ Կառավարության անդամները հլը հեչ, ընդամենը մոտեցնում են իրենց պատժվելու պահը, իսկ հոգևորականները, սրբազանները Աստծուց չեն վախենում։ Նրանք են չէ քարոզում չմեղանչել, ապաշխարել, հանդերձյալ աշխարհ, դժոխքի կրակներ, հոգևորականներն են չէ ասում, այս կյանքը, որում ապրում ենք, ընդամենը մի չնչին անցողիկ բան է, քանի որ մահից հետո սպասվում է հավերժական կյանք ու դժոխքի պարագայում հավերժական դատաստան։ Հիմա իրենք իշխանավորի ցուցումով եկեղեցուն դեմ գնալով չի նշանակում, որ կամ թքած ունեն, կամ էլ չեն հավատում, որ կա Աստված ու կա Աստծո դատաստան։ Մենք ֆիլմեր ենք տեսել, որտեղ թշնամական արշավանք է լինում պետության եկեղեցու վրա։ Նման տեսարան կա նաև Սայաթ-Նովա կինոնկարում։ Երեք Գյումրու 7 վերք եկեղեցու վրա այն նման հարձակում տեղի ունեցավ։ Ուղղակի այն ժամանակ ձիերով էին, հիմա բենթլիներով ու ամենագնացներով։ Այն ժամանակ սրերով էին, հիմա ԱԱԾ-ն ու ոստիկանությունը։ Ադրբեջանը գրադով խփում էր Գանձասարին ու չէր պայթում։ Նիկոլեն ցարվածներից էլ եկեղեցին ամուր կմնա։